Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազել Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ եւ Հանրային ռադիոյի կայք էջում Facebook-յան հարթակում մեզ այս պահին դիտողներ, իմ զրուցակիցն այսօր Բերլինի արվեստների համալսարանի ժամանակակից արվեստի եւ տեսության պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար գիտությունների հետազոտական ինստիտուտի ու նաեւ Բեյրութի քննադատական վերլուծության ու հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր անդամ արվեստաբան համադրող Անժելա Հարությունյանն է, ողջույն Անժելա, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ողջույն Նազելի, շնորհակալ եմ հյուր ընդունելու համար։ Անժելան առաջարկ է ստացել համադրելու շարժայի 17-րդ բիենալեն ու քանի որ նա այս պահին Հայաստանում է, մենք առիթը բաց չթողեցինք իր հետ զրույցի։ Անժելա շատ հաճախ չի լինում, որ Հայաստանում եք լինում եւ Հայաստանում ինչ ծրագրերով եք հաճախ գալիս, եկեք այդտեղից սկսենք մեր զրույցը։ Սովորաբար առնվազն տարին մեկ անգամ գալիս եմ Հայաստան եւ իմ համագործակցությունը հայկական դաշտի հետ ավելի այդպես ուղղորդված է Հովհաննիսյան ինստիտուտի անդամ եւ նաեւ հետազոտող լինելու իմ կարգավիճակով, նաեւ արվեստային դաշտի հետ եմ կապեր պահպանել 2017-ին հրատարակել եմ հայկական ժամանակակից արվեստի նվիրված գիրք ու հետազոտությունս ամբողջ նվիրված է եղել 80-ականների վերջին 90-ականների արվեստային զարգացումներին։ Այո, եւ անգլերենով, չէ՞, կարծեմ։ Այո, Մանչեստրի համալսարանի հրատարակությունն է հրատարակել։ Իսկ հնարավոր է, որ դա հայերեն նաեւ մենք այսպես ձեռք բերենք, որովհետեւ շատ կարեւոր ձեռնարկ է, կարծում եմ նաեւ ես այդպես շատ հպանցիկ տեսա այդ գիրքը եւ մտածեցի, որ շատ կարեւոր ձեռնարկ է 80-ականների վերջի ու նաեւ մինչեւ 2000-ականների արվեստի դաշտը այսպես աչքի առաջ ունենալու առումով։ Հուսով եմ մի օր կթարգմանի, ես ինքս չէի անի, որովհետև եթե այդ գործը հանձնառնեմ, ապա պետք է վերագրեմ, նոր արխիվային նյութեր են հայտնվել, որոնք իմ ձեռքի տակ այն ժամանակ չկային, սակայն իրականում այո թարգմանիչների պակաս կա Հայաստանում ու շատ գործեր կան անելու, հուսով եմ մի օր կթարգմանվի։ Շատ լավ, եկեք խոսենք շարժայի բիենալեից, գիտեմ, որ քիչ թե շատ հեղինակավոր արվեստի այսպես փառատոն է սա, ինչ կարող եք ասել փառատոն այդ բիենալեի մասին։ Իրականում իմ կարծիքով հիմա արվեստի բիենալեներից ամենահետաքրքիրներից է, որովհետև ավելի այդպես փորձարական բիենալե է եւ ռիսկի դիմող ու հիմնադրվել է 90-ականների վերջին, բայց նոր շունչ է ստացել 2009-ից սկսած, երբ շարժայի Շեյխի դուստրը, Հուր Ասիմին Լոնդոնում սովորելուց հետո վերադարձավ շարժա եւ որոշեց այնտեղ զարգացնել ժամանակակից արվեստի ենթակառուցվածքներ, սկսած շարժայի արվեստի հիմնադրամից մինչեւ բիենալեն, որը հենց հիմնադրամն է հանձնառում, նաև այլ հաստատություններ, որոնք նվիրված են տեղում նյութական ու աննյութական ժառանգության պահպանմանը, ու այդպես բիենալեն նույն նոր շունչ ստացավ ու միջազգայնացվեց։ Հիմա 17-րդ թողարկում իրականում ես համադրում եմ։ Երկու հոգու են հրավիրել, իմ գործընկերը Պաուլա Նաշիմենտոնը, ով Անգոլայից է։ Մենք միասին երբեք չենք աշխատել, ու այդպես առայժմ հղացական ընդհանրություն ստեղծելու խնդիր չկա։ Ամեն մեկս մեր հետազոտությունն են կատարում, ու եթե հետո խաչասերումներ լինեն կամ խաչմերուկներ կարողանան կառուցել, շատ լավ կլինի, բայց առայժմ հղացականորեն կարծես տարբեր դաշտերում ենք։ Ես ժամանակի հետ եմ աշխատում, Պաուլան տարածության։ Այո, իսկ ինչպես է առհասարակ այդ ընտրությունը կատարվում, որովհետև մեզ համար ինչ որ շատ կարևոր եւ արտառոց ինչ որ իմաստով բան է, որ հայ անուն ազգանունով մեկը այսպես կամ Հայաստանը գուցե ինչ որտեղ ներկայացնող մեր արվեստագետը շատ կարևոր եւ շատ պատասխանատու այնտեղ դիրքերում լինի այդ փառատոնում։ Իրականում ինձ համար էլ էր արտառոց ու զարմանալի, որովհետև ես այդպես մեծ նախագծեր չեմ համադրել, ես ինձ համար հանգիստ Բերլինում դասավանդում էի եւ ինձ հրավիրեց
արվեստի հիմնադրամի նախագահ Հուրասիմին, որպեսզի 17-րդ թողարկումը համադրեմ, ու ես շատ ուղիղ հարցրեցի, թե ինչու ես։ Եվ ինձ պատասխանեց, որ հետաքրքիր է իրեն Հայաստան եւ Անդրկովկասը կամ Կովկասը, որովհետև միջազգային հարթություններում շատ քիչ է ներկայացված ու նաև այդպես պատմական առումով նաև տարածաշրջանի մաս է, եթե տարածաշրջանը ավելի լայն իմաստով նայենք, լայն տեսանկյունից ներառելով արաբական թերակղզին, Մերձավոր Արևելքը, որի մի մասն ենք նաև մենք, հարավ-արևելյան Ասիան, եւ Բիենալեն կարծես վերջին առնվազն 10 թողարկումներում ակտիվացրել է բազմաթիվ ու բարդ տարածաշրջանային կապեր, որոնք պատմականորեն են ձևավորվել, թե առևտրային ճանապարհներով, թե մշակութային փոխանակությունների միջոցով։ Իսկ այդտեղ քաղաքականություն կա, ձեր կարծիքով։ Ինձ թվում է հենց քաղաքականությունն այն է, որ շարժան դիրքավորվի որպես յուրահատուկ էմիրություն, ի տարբերություն ասենք Դուբայի, Աբու Դաբիի, որոնք այդպես ֆինանսատնտեսական զարգացմանն են զարգը տվել ու իրեն դիրքավորի որպես այդպես մշակութային առաջամարտիկ, որը զգույշ է աշխատում թե տեղի հետ եւ թե հարևանների հետ։ Շատ ավելի զգույշ, քան այդպես վերևից քաղաքականություններ պարտադրելը, ու ես շարժայում հասկացա, որ իրոք ի տարբերություն մյուս էմիրությունների ու կամ Աբու Դաբիի թելադրած քաղաքականության, շարժան փորձում է տարբերակվել որպես մշակույթի ու գիտության կենտրոն, որ դրսից չի ներմուծում, նաև ներմուծում է, բայց նաև աշխատում է տեղի հետ ու բազմաշերտ տեղային մշակութային ժառանգության պահպանման հետ, այն երկխոսության մեջ դնելով միջազգային զարգացումների հետ։ Նկատի ունեի, որ հենց այս փուլում նրա ուշադրությունը այսպես կենտրոնացավ հարավային Կովկասի ուղղությամբ հատկապես։ Հա, նաև ինձ թվում է այստեղ մի հարց էլ կար, որովհետև ես իմ փորձառությունը անցել եմ թե Եվրոպայում, թե Կովկասում, թե Մերձավոր Արևելքում, այսինքն ապրել եւ աշխատել եմ Կահիրեում ու Բեյրութում, այսինքն նաև ծանոթ եմ տարածաշրջանի Մերձավոր Արևելքի մշակութային յուրահատկություններին եւ ինձ թվում է նաև իմ պատմական քննադատական մոտեցումը ինչ որտեղ գրավեց հիմնադրամին։ Իսկ ինչ կոնցեպտ է ունենալու Բիենալեն եւ որ ուղղությամբ է հատկապես ձեր աշխատանքը լինելու այնտեղ։ Այս պահին կարող եմ խոսել իմ կոնցեպտի մասին, որովհետև Պաուլայի կոնցեպտը դրա մշակման մեջ է, ինչպես մի պահ նշեցի, աշխատում եմ ժամանակի հետ, ինձ հետաքրքրում են այն բազմաշերտ նաև անժամանակյա, ժամանակները ինչ որտեղ, որոնք կարծես թե ներկան ճնշել է, բայց շարունակում են իրենց ակտիվ գործ անել ներկայում։ Ու մասնավորապես ինձ հետաքրքրում է, թե մի ժամանակ, որ մենք ապրել ենք որպես պատմական փորձառություն, դա խորհրդային արդիության նախագիծներ, հատկապես խորհրդային 20-ականները, բայց նաև այդ քայքայման հետևանքները, այդ նախագծի քայքայման հետևանքները, մի ժամանակ, որը իրեն համարել է կապիտալիստական արդիությունը հաղթահարող ժամանակ, կապիտալիզմից առաջ անցած ինչ որտեղ ժամանակ, ինչպես է ուշ կապիտալիզմում հայտնվում անցյալում կամ դառնում անժամանակյա, ու թե ինչպես կարող են արվեստային ստեղծագործությունները բյուրեղացնել ու երևակել ինչ որտեղ ազատագրական հնարավորությունները, որոնք այդ ավելի քնած կամ ճնշված ժամանակի մեջ շարունակում են գոյատևել ու իրենց գործը անել ներկայում։ Ու փորձում եմ այս ավելի մեծ պատմական հղացքը արտահայտել այն հարցադրման մեջ, թե ինչ է կատարվում, երբ արվեստի դասական ժանրերը քայքայվում են։ Ինչպես ենք վերաբերվում այսօր լանդշաֆտին կամ լանդշաֆտը ինչպես է վերըմբռնվում, երբ օրինակ լանդշաֆտը ռոմանտիկական վսեմի արտահայտման տեղը չի, կամ երբ դիմանկարը այլևս այդպես հաստատուն հումանիստական մարդու բնակարանը չէ, բայց շարունակում է իր գոյությունը իր քայքայման մեջ։ Նույն հարցադրումը կարող ենք նաև
ուղղել պատմական ժանրին, հա, երբ պատմական մեծ նկարչությունը, որ այլևս այսօր իր արտահայտությունը ունի այն ձևերով, ինչպես ասենք 19-րդ դարում, 20-րդ դարի սկզբին, ինչպես է շարունակում իր քայքայված գոյությունը, քայքայվող գոյությունը եւ ինչ հարաբերություններ է ծնում այլ ժանրերի հետ։ Ինչպես է պատմությունը, հա, այսօր արտահայտվում։ Այն պայմաններում, երբ արվեստը ոչ միայն համարվում է, ասենք, այդպես նկարչություն ու քանդակ, միջնոց յուրահատուկ արվեստ, այլ նաև արվեստագետները դիմում են հետ միջնոցային ձևերի, ինչպես վիդեո, պերֆորմանս, նաև առօրյայից են վերցնում հայ իրենց նյութերը։ Ու կուզեի, որ այդպես ժամանակային ընթացքի մեջ դիտվեր ժանրերի խնդիրը։ Իսկ բովանդակային առումով, տեսեք, դուք ասում եք, որ քայքայման process-ում է գտնվում, ասենք, այն հին նկարչությունը, այսպես ասած, արդյոք բովանդակային առումով այն բաները, ինչը որ ընդհանրապես մարդկության պահանջն է, հումանիզմ կամ ընդհանրապես հումանիտար խնդիրների մասին խոսելը եւ բարձրաձայնելը, ինչը նաեւ արվեստի գործն է, ժամանակակից արվեստի գործն է, նույնպես մենք կարողանում ենք այդ միջոցներով տեղ հասցնել առհասարակ։ Այո, իհարկե, եւ իրականությունն է փոխվել եւ իրականության վերաներկայացման ձևերը։ Իհարկե, ես հարցը չեմ դնում խզման վրա, որ խզում է տեղի ունեցել դասական ժանրերից մինչև այսօր ստեղծվող ժանրերի հետ արվեստային խոսակցությունների միջև, այլ որ գոյություն ունի որոշակի այդպես եթե մի այդպես մեծ բառ ասեմ, դիալեկտիկական կապ, որը եւ շարունակական է եւ նաեւ խզման կապ է։ Եվ իհարկե ինձ թվում է ինչքան էլ այդպես վատատեսական լինի աշխարհի այսօրվա մեր ըմբռնումը, ինչ որտեղ արվեստը մնացել է այն եզակի տեղերից մեկը, որտեղ աշխարհին կարող ես նայել բացասական հայլուտակ, այսինքն վերապատկերում է աշխարհը այնպիսին, ինչպիսին աշխարհը պետք է ինքն իրեն տեսնի, բայց ասենք մեծ քաղաքականությունները, գաղափարախոսությունները թույլ չեն տալիս տեսնել։ Այսինքն արվեստը մի վայր է, որը քննադատորեն հա մեզ վերապատկերում է մեր իսկ կյանքը։ Շատ լավ, իսկ ինչ սկզբունքներով են ընտրվելու արվեստի գործերը, որոնք ցուցադրվելու են, եւ Հայաստանը ինչ մասնակցություն ունի այդտեղ։ Հիմա մեկ ամիս է Հայաստանում եւ Վրաստանում կուրատորական հետազոտություն եմ կատարում։ Ինձ համար կարեւոր է, որ նախ եւ առաջ այն արվեստագետները, ովքեր տարիներով ստեղծագործել են, աշխատել, իրենք նոր գործեր ստեղծելու արտադրամիջոցներ ու պայմաններ ունենան։ Դա առաջինը եւ նաեւ իհարկե ներկայացվել միջազգային հարթակում, որի հանդիսատեսն են հազարավոր արվեստի, ասեմ, սիրահարներ, տուրիստներ, նույնիսկ մասնագետներ, հա։ Իսկ գործերի ընտրությունը ես ավելի շատ առաջնորդվում են մի կողմից ինտուիցիայով, որը ինձ համար շատ կարևոր է, որովհետև չեմ ուզում, որպեսզի գործերը իմ կոնցեպտը իլյուստրացնեն։ Դա չի խնդիրը։ Կարևորը որ գործերը լինեն թե ֆորմալ, թե կոնցեպտուալ առումով, թե իրենց մոտեցումներով բարդ ու հետաքրքիր, հետո արդեն դա համադրողի իմ մարտահրավերն է, թե ինչպես իմ նարատիվը տարածականացնեմ։ Սկզբունքը դա է, որ մի կողմից շարունակեմ իմ կողմից սկսած ու ծավալած խոսակցությունները, զրույցները արվեստագետների հետ, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, որպես արվեստի պատմաբան, հետազոտող, բայց նաև նոր թելեր բացեմ, նոր արվեստագետների հետ նաև երկխոսություն սկսեմ, ովքեր իմ այդպես հետազոտական դաշտում նախկինում չեն եղել։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի մասին, հայկական Հիմա հետազոտությունը դեռ ընթացքի մեջ է, կարող եմ մի քանի կետեր ասել, բացի նոր գործեր հանձնառելուց, որը շատ կարևոր է, մոտ 60%-ը նոր գործեր են լինելու, ես կուզեի նաև որոշակի այդպես պատմական թելեր լինեն, որպեսզի ժամանակակից արվեստի գործերը հենց իրենք հայտնվեն պատմական կոնտեքստի մեջ կամ պատմականացվեն, հա, ու մտածում եմ, որ Biennale-ն կունենա որոշակի այդպես մոնոգրաֆիկ կետեր, ու Հայաստանից մտածում եմ այդ մոնոգրաֆիկ կետերը կառուցել
երեք արվեստագետի միջոցով, մեկը Համլետ Հովսեփյանն է, մյուսը Մարկոս Գրիգորյանը եւ երրորդը Թենի Վարդանյանը։ Կարող եմ դա ասել, իսկ նոր հանձնառությունները դեռևս մշակման փուլում են։ Հետաքրքիր է այդ երեք արվեստագետները ինչ որ բանով մի ընդհանրություն ունեն իրենց գործերով։ Գիտեք, Biennale-ն քանի որ մեծ իրադարձություն է, ես տարբեր այդպես նարատիվներ գծելու եմ կամ կառուցելու եմ հենց հետազոտության ընթացքում, այս պահին ես որոշակի այդպես հարաբերություններ եմ տեսնում Մարկոս Գրիգորյանի ու Համլետ Հովսեփյանի հողի հետ աշխատաձևերի հետ ու կուզեի երկխոսության մեջ դնել իրենց իսպանացի կոնցեպտուալիստ 60-70-ականների Անտոնիտա պիեսի հետ, ով նույնպես հողի հետ է աշխատել, բայց ինչպես Համլետը եւ Մարկոսը հողը չի վերառել որպես այդպես տարածությունը վերափոխելու համար, հա, ինչպես օրինակ ասենք ամերիկյան land art-ի դեպքում տարածությունը վերափոխելու, ձևափոխելու խնդիր չի եղել, այլ հողի ավելի այդպես նախասկզբնական, հա, նյութ որպես հողի հետ որպես նախասկզբնական նյութ աշխատելու իրենց եղանակները, երբ հողը նաև վերածվել է կտավի կամ ոչ թե կտավի, այլ հաստոցային նկարչության ու ինձ թվում է այդպես կարծում եմ պերիֆերիալ ավանգարդները, ծայրամասային ավանգարդները որոշակի հարաբերության մեջ են մտնում մետրոպոլի հետ, երբ իրենք այլևս չեն թվում ուշացած, այլ ընդհակառակը տարբեր վերաբերմունք են ունեցել հենց նյութով, նաև կոնցեպտով աշխատելու հետ, քան ասենք 60-ականների ամերիկյան արվեստի ներկայացուցիչները կամ անգլիական։ Եվ շատ հետաքրքիր է թե այսօր ընդհանրապես արվեստում ինչ զարգացումներ են լինում։ Ես գիտեմ, որ դուք ասենք Եվրոպայում եք եւ տարբեր երկրներում այսպես դասախոսություններ, արվեստի բոլոր տեսակի հարթակներում հնարավորինս աշխատում եք լինել կամ հետաքրքրված եք եւ կարող եք ասել, թե օրինակ այսօր ինչն է խթանում արվեստը, ժամանակակից արվեստը հատկապես զարգացնելու։ Փողը։ Բացի իհարկե փողից ժամանակակից արվեստը կարծես հա իր պատմական նախորդից, ավանգարդից այդպես ժառանգել է քննադատական ոգին, որ պետք է կյանքին միայն դրական ու այդպես վարդագույն աչքերով չնայես ու հաստատես այն ինչ կա, այլ շղթման, մեժման միջոցով նաև ցույց տաս այն ինչ չկա, հա, նաև ուտոպիայի հնարավորությունը բացես ու ինձ թվում է հատկապես այսօր արվեստի այդ քննադատական ու այդպես բացառական, հա, բացառական իմպուլսը հայտնվում է շատ խորը հակասության մեջ այն քաղաքականությունների ու քաղաքտնտեսությունների ընդհանրապես, որոնք տասնամյակներով այդ արվեստը խրախուսել են։ Օրինակ Գերմանիայում հիմա մշակութային ճնշումները շատ են, հատկապես Պաղեստինի հետ կապված, երբ պաղեստինյան համերաշխության ամեն մի արտահայտություն շատ կոպիտ ձևերով գրաքննվում է ու դա այն հաստատությունների կողմից, ովքեր տասնյակ տարիներով իրենց դիրքավորել են որպես այդպես հա ազատ արվեստի մարտիկներ ու ինձ թվում է այդ հակասությունները հիմա շատ սուր են բացահայտվում արվեստի ազատագրական ու ուրիշ կյանք հա նախանշելու խոստման ու այն կառույցների միջև ովքեր ֆինանսավորել են այդ արվեստը եւ նկատի ունեմ օրինակ պետական ֆինանսավորումը, որովհետեւ օրինակ Գերմանիայում ֆինանսավորումը խիստ պետականացված է ու նաեւ իհարկե դա նախկինում մեծ հնարավորություն էր տալիս արվեստագետներին, մշակութային հաստատություններին առանց դա իր անկախությունը կորցնելու խնդիր չի ունենում։ Հիմա արդեն տեսնում ենք, որ ունենում է։ Առաջ Գերմանիային նայում ենք որպես այդպես բաղձալի մոդել, հա, օրինակ, բայց հիմա տեսնում ենք, որ դաշտի մի տեղից ֆինանսավորում ստանալը նաև մեծ ճնշման տակ է դնում հենց արվեստագետներին։ Իսկ այդտեղ արվեստը չի տուժում այդ իմաստով եւ այնտեղ չի լճանում ինչ որ բան, չի կրկնվում արդյոք։ Իհարկե լճանում է ու բայց կարծում եմ որ գիտեք արվեստի հիմա զարգացման ու
ներկայացման շատ ավելի հետաքրքիր հարթակներ կան, քան ասենք Գերմանիայի հաստատված մշակութային հաստատությունները։ Օրինակ, կարող եք օրինակներ բերել Հա, տարբեր երկրներում, օրինակ Սան Պաուլոյի բիենալենը շատ հետաքրքիր արվեստի զարգացումներ են այսօր տեղի ունենում հարավ-արևելյան Ասիայում, որոնք փորձում են միջազգային արվեստի ենթակառուցվածքները տեղայնացնել ու բարձրացնել խնդիրներ, որոնք կապված են ապագաղութացման հետ։ Հետաքրքիր է այս ապագաղութացման թեման անընդհատ կարծես թե շրջանառվում է եւ դուք նույնպես ունեք, չէ՞, հետազոտություն, կարծեմ խորհրդային այդ փուլում խորհրդային ժամանակների հետազոտություն, եթե չեմ սխալվում, հա։ Ես մի պոլեմիկ ավելի տեքստ ունեմ, հիմա որը վերածում եմ ավելի այդպես ծավալուն հոդվածի, իմ կարծիքով խորհրդային իրականության կամ խորհրդային անցյալի հետ ապագաղութային տեսությունների գործիքներով չեն կարող հարաբերվել, որովհետև այդ տեսությունները ստեղծվել են մասնավորապես Լատինական Ամերիկայի կոնտեքստում, որը պատմականորեն խիստ տարբեր է մեր համատեքստից ու պետք է նկատի ունենանք, որ գոնե ֆորմալ, առումով սովետական միությունը եղել է այդպես անկախ հանրապետությունների միություն։ Իհարկե ֆորմալ առումով այնտեղ գաղութային էլեմենտներ կան, տարրեր կան, բայց նաև մեր մշակութային ու քաղաքական սուբյեկտ դառնալը, արդի սուբյեկտ դառնալը նաև խորհրդային քաղաքականությունների արդյունք է։ Ու երբ խորհրդայինը միայն կապում ենք Ռուսաստանի հետ, մենք կրկնում ենք գաղութային այն քաղաքականությունը, ինչ այսօր հենց Ռուսաստանն է ծավալում։ Բայց դրական նշանի տակ, երբ ասում եմ այո, ես խորհրդային միության, որ ընկալվում է որպես Ստալինի կառուցած կայսրություն, հա, ես խորհրդային միության հետևորդն եմ, իրականացնում եմ խորհրդային միության կայսերական քաղաքականությունը ու երբ մենք նույնացնում ենք խորհրդային միությունը Ռուսաստանի հետ, մենք կրկնում ենք հենց այդ կայսերական քաղաքականությունը, մենք ջնջում ենք մեր իսկ արդիական սուբյեկտ դառնալու բարդ ու հակասական պատմական process-ները, որոնք մեր ինքնության ու մեր առօրյայի ներկայի համար խիստ ձևավորող են եղել։ Այո, այդ դեպքում հայկական ավանգարդի գեղագիտության մասին պատմող ձեր գիրքը հատկապես ինչ շեշտադրություն ունի, գիտեմ, որ այդ գիրքը մենք եթերից առաջ նույնպես խոսում էինք, լույս է տեսել եւ անգլերենով մի քիչ կուզեի մանրամասնեինք հենց այդ կոնտեքստում քիչ առաջ որ խոսեցինք։ Ես վերցրել էի որոշակի պատմական կտրվածք, ինչը ուշ սովետական կացությունից, հա, 80-ականների կեսերից մինչև հետ սովետական կացությունն է, 2000-ականների սկիզբը ու խորհրդային միության փլուզման ու այսպես կոչված անցումային, հա, այդ քաղաքականությունների ուղեցրում դիտարկում է արվեստային զարգացումները, թե արվեստային զարգացումները, որոնք ոչ պաշտոնական կամ կիսապաշտոնական են եղել, ինչպես են հարաբերվել մեծ քաղաքականությունների հետ։ Սկսած երրորդ հարկից ու արվեստի խմբավորումների մեծ քաղաքականություն նկատի ունեք սովետական մեծ քաղաքական, թե սովետական եւ թե հակասովետական, ու նաեւ ազգային պետություն կառուցելու հրամայականների հետ, ու իմ փաստարկն այն էր, որ եթե ասենք 80-ականներին, հա, մեզ մոտ ձևավորվող այդպես երիտասարդական արվեստը, որի վառ օրինակն է երրորդ հարկ խմբավորումը, վերակառուցման քաղաքականության ավանգարդներ, որովհետև ողջունում էին այն, ինչ նախաձեռնել էր Գորբաչովը, որպիսի պայքարեր բյուրեղացած, կարծրացած քաղաքական ու տնտեսական ձևերի հետ, բայց նաև երրորդ հարկ իրեն դիրքավորում էր որպես այդպես դիմադրության շարժում, հա, որ դիմադրում է խորհրդային իրականությանը, ապա 90-ականներին կարծես արվեստագետները հայտնվեցին, ես դա անվանում եմ դիմադրության ճգնաժամի մեջ, որովհետև կառուցվում էր կարծես այն պետությունը, որ իրենք էին ուզում, ու երրորդ հարկի հետնորդները, ովքեր երիտասարդ էին 94-95 թվականին ակտ խմբի կոնցեպտուալիստ արվեստագետներ, իրենք պատկերացնում էին արվեստը
քաղաքականություն կառուցելու եւս մեկ միջոց կամ հենց արվեստով քաղաքականություն անելու միջոց, երբ ասենք Տեր Պետրոսյանը պետությունը կառուցում էր սևը սպիտակի վրա սահմանադրության այդպիսի հա պարադիգմի մեջ, արվեստագետները դա կրկնում էին սևը սպիտակի վրա արվող մինիմալ կոնցեպտուալ արվեստի միջոցներով ու Նաև հետևում եմ այն process-ներին, որոնք 90-ականների վերջին 2000-ականներին ի վերջո հանգեցրեցին արվեստագետներին ինչ-որտեղ հիասթափությանը, հա, նոր պետությունից, երբ այստեղ հաստատվեցին ավելի ազգայնական ու ավտորիտար կարգեր ու արվեստագետները կարծես հանրային ոլորտից հետ քաշվեցին դեպի մարմնի իրականություն կամ մարմնի ցավի միջոցով իրականությունը արտահայտելու ձև։ Անժելա, իսկ ինչպես է գնահատում այսօր հայաստանյան ժամանակակից արվեստի դաշտը, եթե այսպես շատ ընդհանուր հայացքով նայենք։ Կա այդպես զարգացումներ ձեզ։ Ինձ թվում է կան դաշտիկներ։ Ես իմ արվեստային կրթությունը այստեղ եմ անցելու, ես հիշում եմ, երբ նպակում էի աշխատում, այդպես շատ ավելի բուրըն միջավայր էր, երբ բոլորս խոսում ենք եւ կար ընդհանուր խոսակցություն։ Հիմա կարծես այդ խոսակցությունը այդպես բաղդադվել է տարբեր խմբերի մեջ ու ես երբեմն զարմանում եմ, որ հին ընկերները այլևս չեն հանդիպում, իրենց մեջ խոսակցություն չկա։ Ինձ թվում է շատ կարևոր է, որ հարթակներ ստեղծվեն ընդհանուր եւ ցուցադրության եւ երկխոսության համար տարբեր սերնդների միջև նաեւ այդ հարթակները իհարկե կան ու ամեն ինչ անում են, որպեսզի այդ երկխոսությունը լինի, ինչպես օրինակ ժամանակակից արվեստի ինստիտուտը, նաեւ Հովհաննիսյան ինստիտուտն ունի արվեստային փոքր ծրագիր, ՆՓԱԿ-ը իհարկե շարունակում է իր գոյությունը եւ փորձում է նոր շունչ հաղորդել կենտրոնի ծրագրերին, սակայն կարծում եմ, որ հիմնական խնդիրը արվեստագետների արտադրամիջոց չունենալն է կամ սուղ պայմաններ են, որովհետեւ եթե դու տնտեսական հնարավորություն չունես գործ ստեղծելու, դու անընդհատ առօրյայի մեջ քո հոգսերով այնտեղ ժամանակն ու նաև միջոցները չես գտնում, որպեսզի արվեստի գործանես ու դա շատ ամենամեծ խնդիրն է։ Իսկ այդտեղ խնդիրը ավելի շուտ տնտեսական է, թե նաև գաղափարական, գուցե ինչ որ այդ իմաստով նույնպես ինչ որ ճգնաժամային իրավիճակ է, մարդիկ կարծես սպասում են ինչ որ մի նոր բանի, որտեվ անդադ այս տեխնիկայի զարգացումների հետ համընթաց մենք ինչ որ մի բան պակասում է մարդկանց կյանքում, գուցե ոչ միայն Հայաստանում, գուցե նաև ամբողջ աշխարհում։ Ինձ թվում է ճիշտ եք մի կողմից, բայց մյուս կողմից կարծում եմ, որ գաղափարականը տնտեսականից է գալիս։ Այսինքն մեծ հիմնախնդիրներ կան դեռևս իհարկե բոլոր տեղերում, նաև Հայաստանում ու այնպես չի, որ արվեստագետը պետք է սպասի, թե երբ կստեղծվի ավելի լարված իրավիճակ։ Իհարկե կարծես պատերազմի ցավից հետո ու ամբողջ պետության, հա, ապրած այդպես ցնցումից հետո կարծես մի պահ է, որ արվեստագետները փորձում են նաև տեղ ու ժամանակ ունենալ, որպեսզի հասկանան, թե ինչ կատարվեց։ Ու ես կարևորում եմ, այդտեղ մի լավ բան կա, որ արվեստագետները անմիջապես չեն սկսում ցավը, տրավման միանգամից դարձնել արվեստային ստեղծագործություն, այլ փորձում են վերապրել, մշակել որպես արվեստի ձև ու չշտապել։ Եթե շտապում ես կամ դառնում է այդպես շատ ուղիղ մի բան կամ գրեթե ժուրնալիստական, հա։ Իսկ ընդհանրապես արվեստագետի խոսքը լսելի է ամբողջ աշխարհում, ասենք այսօր ունի այսօր արվեստագետը հեղինակություն ձեր կարծիքով։ Եթե համեմատում ենք, նայած թե չէ ինչ կտրվածքով ենք դիտում, եթե համեմատում ենք իհարկե մեծ խոսույթների հետ, քաղաքական խոսույթների հետ, ապա ով է արվեստագետներին լսողը, բայց մյուս կողմից կան հանրային խոսք ասող արվեստագետներ, ովքեր հետևորդներ ունեն, ովքեր լսում են ու այդ արվեստագետները իհարկե նաև մեծ գործ են կատարում, որպեսզի որոշակի քաղաքականությունների դիմադրեն։ Ոչ միայն արվեստի միջոցով, այլ նաև բազմաձև միջամտությունների են ինստիտուցիոնալ համակարգերի մեջ, որոնք ասենք ստեղծվել են գաղութային այդպես գողության, հա, վրա կամ ավարի վրա փորձում են մերկացնել ինստիտուցիոնալ այն կառուցվածքները, որոնք արվեստը ներկայացնում են որպես այդպես նեյտրալ մի բան, բայց իրականում
տարբեր ազգերի ժողովուրդների ճնշման հաշվին է ստեղծվել այդ հավաքածուները, ու կարծում եմ, որ եթե այդ կտրվածքով նայենք, ապա ավելի միկրո, ապա կարող ենք ասել, որ երբեմն հաճախ արվեստագետների միջամտությունները համակարգի մեջ կարող է նաև էֆեկտիվ լինել։ Թերևս այսքանը, Անժելա, շնորհակալություն, եթե ավելելու որևէ բան ունեք, արդեն ավարտենք մենք մեր զրույցը։ Շնորհակալ եմ, Նազելի, կուզեի ձեզ հրավիրել 2027-ի բիենալեին, մեծ հաճույքով, եթե Շարժայի բիենալեին։ Հուսով եմ կկարողանամ շարժա գնալ 2027-ին, ապրենք, տեսնենք։ Շնորհակալություն, Անժելա, հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի ռադիոլսող, իմ զրուցակիցն այսօր արվեստաբան, համադրող Անժելա Հարությունյանն էր, նա առաջարկ է ստացել համադրելու շարժայի 17-րդ բիենալեն, որը տեղի է ունենալու 2027 թվականին, հուսով ենք շատ հետաքրքիր եւ այսպես շատ կառուցողական բիենալե կլինի դա։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն